Ղարաբաղից տեղահանված տարեց միայնակ հաշմանդամություն ունեցող մինչև 3 հոգանոց փոքր ընտանիքների համար, որոնք ոչ մի կերպ չեն կարող բնակապահովման ծրագրով տուն գնել, պետությունն այս հուլիսից նոր ծրագիր է սկսել։ Առաջարկում է տվյալ անձանց կամ վարձով մնալու գումարը մասամբ փոխհատուցել կամ սոցիալական կացարանում տեղավորել։ Ով կարող է օգտվել օժանդակությունից, ներկայացնում է սոցիալական հարցերի փոխնախարարը։ Շահառու են հանդիսանում այն ընտանիքները, որոնք փոքր կազմ ունեն, 2 կամ 3 հոգի են, բաղկացած են հաշմանդամություն ունեցող անձանցից, կամ ընտանիքի անդամների տարիքը գերազանցում է 60 տարեկանը։ Եթե 2 հոգի են, տարիքը պիտի լինի 115 եւ ավել, եւ եթե 3 անձից են բաղկացած 175 եւ ավել։ Հնարավոր է նաև ամուսիններից մեկը լինի 60 տարեկան, մյուսը հաշմանդամություն ունեցող, եթե մեկ անձ է կամ 60-ից 1 կամ առողջական կարգավիճակով։ Աջակցությունից օգտվել ցանկացողները դիմել կարող են միայն նախարարության բացած Housing SocService կայքի միջոցով։ Պարտադիր պայմաններից առաջինը, ինչպես բնակարանի սերտիֆիկատ ստանալու դեպքում է, այս փաթեթի համար նույնպես անձի Հայաստանի քաղաքացի դառնալն է։ Պահանջվող մյուս կետերը։ Պայման ունենք, որ նրանք պիտի նախօրոք գրանցվեն մեր սոցիալական բնակարանի հերթացուցակում։ Հերթացուցակում գրանցվելու դիմում ներկայացնելու պահին նաև լրացնելու են հրաժարման ձև, որ հրաժարվում են բնակարանի հավաստագրից, գրավոր բոլոր ընտանիքի անդամների կողմից ստորագրված, հետագայում որևէ իրավական խնդրից խուսափելու նպատակով։ Տվյալ կարգավորումները չապահովելու պատճառով ծրագիրը ստացած որոշ հայտեր առայժմ ավտոմատ մերժել է ընդունելու դեպքում համակարգը 2 օրում պեկից ճշտում է։ Եթե շահառուի վարձով ապրելու համար ընտրած բնակարանի սեփականատերը գրանցված է հարկայինի բազայում եւ պատրաստ է պայմանագիր կնքել, հաստատում են ֆինանսավորումը։ Աջակցությունը կտրամադրվի 120 ամիս, 10 տարի ժամկետով եւ ընտանիքի յուրաքանչյուր անդամ կստանա 40,000 դրամ որպես փոխհատուցում վարձավճարի։ Փոխնախարարն արձանագրում է գումարը Երևանում բնակարան վարձելուն պարզ է չի բավականացնի, բայց մարզերում կհերիքի։ Ծրագրի հիմքում գրեթե նույն հաշվարկն է, ինչ հավաստագրի համար։ Եթե հավաստագիր չի վերցնում ընտանիքը, օգտվում է ծառայությունից, մոտավոր նույն ծախսն է պետությունը կատարում, այսինքն 10 ամսվա ծախսը 2 հոգու օրինակ 2 հոգու վարձակալության փոխհատուցման 10 տարվա ծախսը մոտավորապես կկազմի նույն գումարը, ինչ եթե հավաստագիր վերցնեն։ Այն դեպքում, երբ շահառուն կընտրի ոչ թե տան վարձավճարը վերցնելու, այլ սոցիալական բնակարան տեղափոխվելու տարբերակը, նրանք առաջարկեն երկրում այս պահին առկա 12 ազատ հասցեներից որևէ մեկը։ Չհամաձայնվելու դեպքում կհերթագրեն Արտաշատում ու Վանաձորում այժմ կառուցվող կամ Դիլիջանում, Գավառում ու Հրազդանում դեռևս նախագծման փուլում գտնվող սոցիալական տներում կացարան տալու համար։ Հերմինե Բաղդասարյան, լուրեր։